Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Սիրելի բարեբաշտ հայրորդիկ, մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշալի ծնունդենեն հետո եկեղեցական կյանքի մեջ եւ մեր քրիստոնեական հավատքի կյանքի մեջ հատկանշական ուղևորություն մնե մեծ պահքի հոգևոր ճանապարհորդությունը։ Մենք այս ճանապարհորդությունը բնորոշած ենք, սահմանած ենք որպես նոր կյանքի դուրը, որովհետև այս ամբողջ ճանապարհորդության ընթացքին աղոթքի եւ հոգևոր սերտողություններու առաջնորդությամբ մենք անընդհատ փորձ կկատարենք մեր հոգևոր եւ հավատքի կյանքի մեջ հաստատելու այն հիմնական մտածողությունը եւ հավատքի գիտակցությունը, որ մեր կյանքը պիտի ամրագրվի Քրիստոսի վրա, մեր կյանքը պիտի հաստատվի Աստծո խոսքի ժայռի վրա, որովհետեւ մեր քրիստոնեական կյանքը կարողանանք ապրել լիարժեք կերպով, բայց ավելին լուսավորված հոգով եւ մտքով կարողանանք դիմավորել հոգևոր այս ճանապարհորդության ավարտին մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշապար հարությունը, մեծ պահքի հոգևոր ճանապարհորդությունը հետևաբար նոր կյանքի տուրն է։ Եվ մենք ուզենք ցեզի հետ նաեւ բաժնել քանի մտածումներ, որոնք ամփոփած ենք նոր կյանքի տուրը դիդղոսակրված մեծ պահքի հոգևոր ճանապարհորդությանը նվիրված մեր քրկույկի մեջ։ Երբ կխոսենք նոր կյանքի մասին, հոգևոր ճանապարհորդությամբ մեզի բերված նոր կյանքի մասին, որ աղոթքով եւ բայեցողությամբ է, որ մենք ցերկ կբերենք, մենք այնտեղ կտեսնենք, որ հոգևոր ճանապարհորդությունը քրիստոնյա մարդու կյանքի մեջ կխորացնե դեսիլքը այն, որ մեր կյանքը անկագդելի մասն է Աստուծո հետ։ Այս ամբողջ ճանապարհորդության ընթացքին մենք կմիտենք անընդհատ լսել Աստուծո խոսքը, ուրիշ խոսքով, ապրիլ հոգևոր փորձառությունը Աստուծո ներկայության, ոչ թե քեթ ռոբեի համար, այլ ամբողջ կյանքի մտերմության ընթացքին 40 եւ ավելի օրեր շարունակ անընդհատ անցանցրույթ աղոթքով, անհոգնաբեկ աղոթքով քայլ բահելու Աստծո հետ եւ մեր մեջ նաեւ մշակելու նոր մարդը, որը ուրիշ ցեվով կարելի չէ բացատրել, քան հրաշագործելու մեր մեջ Աստուծո կողմէ մեզի շնորհված կյանքը։ Հոգևոր այս ճանապարհորդությունը, ուրիշ խոսքով, հոգևոր վերածնունդի հրավերն է յուրաքանչյուր մարդուն դրված, ուղված, Աստծո կողմէ, կոչումն է ուրիշ խոսքով, որում պիտի պատասխանենք եւ քաջությամբ կրնանք պատասխանել, համարձակությամբ կրնանք պատասխանել, երբ աղոթքի մեջ զորացած ենք, երբ պահեցողությամբ զորացած ենք, երբ հոգին զորացած է եւ պատրաստ եւ արթուն է դեսնելու Աստծո ներկայությունը։ Հոգևոր այս ճանապարհորդության ընթացքին մենք մեր մեջ կգտնենք աստվածային զորություն ջարդարաբեդելու մեր կյանքը։ Հոգևոր այս ճանապարհորդության ընթացքին մենք կդառնանք փաստորեն ստեղծագործագից Աստուծո։ Հոգևոր այս ճանապարհորդության ընթացքին մենք մեր մեջ կզգանք հոգևոր այն ուժը, այն հավատքի գիտակցությունը, որ փարոյականությունը բոլոր ժամանակներու մեծագույն արժեքն է։ Երբ կմտածենք քրիստոնյայի մասին, քրիստոնեության մասին, քրիստոնեական վարդապետության մասին, որը բազում ծևերով կարելի է բացատրել, բարձ խորհրդածությունը նաև գուզենք բաժնել ցեզի հետ, այն, որ քրիստոնեական վարդապետության գլխավորագույն հատկանիշները մեկն է
սիրել այն մարդիկը, որոնք մեր անձերու նկատմամբ ժխտական գեցվածք են որդեգրած։ Սա կբացատրե նաև այն հիմնական մտածումը, որ քրիստոնյա հավատացյալը ոչ միայն իրանցի նկատմամբ բարդավորություն եւ բարդականություն ինքզինք սրբակրելու, իր մեջ նորոգելու քրիստոնյայի նկարագիրը նաև իր հոգու մեջ նաև ներարգելու Աստծո սեր եւ իմաստությունը, բայց այդ նույնին ներշնչումը հաղորդելու իր մեկ նմանին նկատմամբ։ Այլապես քրիստոնյան կնշանակե, որ եսասերը իր եսի համար է այդ բոլոր փորձը, այն բոլոր աշխատանքը, այն հոգևոր ճանապարհորդությունը, որում մեջ ինքզինք կհաստատե։ Հոգևոր այս ճանապարհորդության ընթացքին մեր մեջ կմշակենք նաև աղոթքի կյանքը եւ այստեղ նաև գուզենք ցեզի հետ բաժնել այլ մտածումը նվիրված աղոթքին, թե ինչ է աղոթքի գլխավոր նպատակը, բարի նպատակը։ Աղոթքի գլխավոր թերակատարությունը կկայանա ոչ թե մեզ դուրս գտնվող իրավիճակներու վրա, բայց մեր հոգևոր աշխարհին վրա։ Այս հրաշալի մտածումը նաև գուզենք ցեզի հետ ցկել, որովհետեւ ամեն առավոտ եւ երեկո, երբ ձեր աչքերը կփանակ դեպի Աստված առավոտյան լույսի հետ միասին, ձեր հոգու մեջ ամուր բահեք Աստծո խոսքը, աղոթքի կյանքը, եւ երբ ձեր աչքերը կփակեք երեկոյան, ձեր հոգու մեջ անգամ եւս ամրագրեք Աստծո իմաստությունը, հավատքի կայծը, որ մեզի կուկա նաեւ Քրիստոսի կյանքի օրինակով։ Սիրելի բարեբաշտ հայրենիք եւ հավատացյալներ, մենք այս արիթով հոգևոր ճանապարհորդության, երբ սկիզբը կհաստատվի մեր կյանքի մեջ, յուրաքանչյուրիս կյանքի մեջ, Հայաստանի ցարակելական մեր մայր սուրբ եկեղեցու գարկած եւ ավանդության համաձայն, երբ մեծ բախկն է, որ մենք կաբրինք, այս արիթով նաեւ գուզենք բարձ մտածումը եւս ցեզի հաղորդել եւ ցեզի հետ բաժնել ասելով, որ Աստծո հետ ապրված կյանքը ապահովագրված կյանք մնե։ Կշեշտենք անգամ եւս Աստծո հետ ապրված կյանքը ապահովագրված կյանք մնե։ Սա չի վերաբերիր այն ապահովագրություններու մասին, որը ագնարկված է նյութական ապահովագրությանց։ Սա կվերաբերի հոգևոր կյանքին։ Մարդու հոգևոր կյանքը պետք է ապահովագրել եւ անոր լավագույն միջոցը Աստծո խոսքին հետ հաղորդությունն է, աղոթքով, հավատքի կյանքով եւ բայցողությամբ։ Բարի երթ կմաղթենք ցեզ։ Յուրաքանչյուր օրը դարձուցեք ձեր հոգևոր կյանքի մեջ, ձեր հավատքի կյանքի մեջ լույս եւ օրհնություն։ Այս 48 օրերու հոգևոր ճանապարհորդության ընթացքին քայլեք Քրիստոսի հետ։ Անորաբրած կյանքը, երկրավոր կյանքը այս աշխարհի վրա դարձավ մնայուն եւ մշտնչենական լույս եւ օրհնություն աշխարհի ժողովուրդներու կյանքի մեջ։ Այդ լույսի հաղորդության է, որ կհրավիրե նաեւ այս հոգևոր ճանապարհորդությունը։ Ինչքան ամուր եւ աստատ ենք այս ճանապարհորդության ընթացքին հավատքի կյանքով, այնքան ավելի հստակ կերպով մենք պիտի տեսնենք, ապրենք եւ ըմփոշխնենք մեր Տիրոջ եւ Փրկի Հիսուս Քրիստոսի հրաշալի հարությունը զատկվան լուսավոր առավոտին, այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն։